Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Այսօր ապրիլի 25-ն է օրը շաբաթ եւ այսօր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով հայ ժողովուրդը նշում է քաղաքացու օրը։ Քաղաքացու օրը հատկանշական է նշել ապրիլի վերջին շաբաթ օրը կամ կիրակի օրը ըստ օրացույցի, քանի որ 2018 թվականին հենց Մաշտոցի փողոցում եւ Ամիրյան փողոցում մեր հայրենակիցները հեղափոխություն կատարելով եւ Նիկոլ Փաշինյանին բերելով իշխանության խարույկներին, կրակներ էին վառել եւ հենց Ամիրյան փողոցում խորովածի մաղալներ էր տեղադրված։ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ քաղաքացու օրվա կապակցությամբ եւ այսօր մենք մեր հայրենակիցներից կփորձենք պարզել արդյոք նրանք ուրախ են, որ այսօր է նշվում հենց տոնը ապրիլի 25-ին, քանի որ ընդդիմադիր որոշ գործիչներ տարածում են ատելության խոսքեր նշելով, որ 2026 թվականի ապրիլի 24-ին հաջորդող օրը չէր կարելի նշել քաղաքացու օրը, բայց մենք տեսնում ենք մեր հետևում Ամիրյան փողոցում բարձր է տրամադրությունը, այստեղ են թե ազգային ժողովի նախագահ, թե падգամավորները եւ քիչ անց նաեւ այստեղ կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ երեկոյան վարչապետը այստեղ կունենա մեծ համերգ եւ միջազգային ստանդարտի աշխարհահռչակ դիջեյներ նաեւ այսօր կմասնակցեն այս միջոցառմանը եւ հիմա մենք կփորձենք զրուցել քաղաքագետ Արամ Ավետիսյանի հետ, ստանալով նաեւ նրան շնորհավորանքներ, ինչու՞ չէ նաեւ շնորհավորելով նրան քաղաքացու օրվա առթիվ եւ այնուհետեւ զրուցենք մեր հայրենակիցների հետ։ Ողջույն Արամ, շնորհավորում ենք քեզ եւս քաղաքացու օրվա կապակցությամբ։ Այսօր մենք այստեղ ֆիքսեցինք, որ քաղաքացիները մոտենում են քեզ, նաեւ շատերը զարմացած են, որ դու քաղաքի կենտրոնում ես, քանի որ քոչայանական քաղաքական գործիչները տարածում են, որ դու Հայաստանի սահմաններից դուրս ես գտնում եւ տեսանյութերը ոչ թե նկարվում են Երևանի կենտրոնում, Երևանի սրտում, այլ Հայաստանից դուրս։ Եվ Արամ, քո շնորհավորանքը հայ ժողովրդին, քո ուղերձը։ Ես եւս միանում եմ ձեր շնորհավորանքներին, շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին եւ ուզում եմ այսօր մենք նշել ենք, որ պետք է անդառնանք այն կարևոր հանգամանքին, որ վայնասումն է դաշնակ Աբդուլ Համիդի քութիկների քոչայանական ճամբարում, որ ոնց կարելի է ապրիլի 24-ից հետո 25-ին, այսինքն տեսեք Արտուր, բազմաչարչար հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած եղերնը ցեղասպանությունը երբեք կասկածի տակ չի դրել եւ միշտ պահանջատեր է եղել եւ բազմաթիվ երկրներ ընդունել են այդ փաստը, բայց այս ընդդիմության կոչված այս մանիպուլատիվ, գիտեք ինչ, դվինում կայֆեր են անում, իմ մի հատ իրենց հարսանիքները նայեք, թողես իրենց այդ պուտանկա հարսներով ու չգիտեմ ինչով իրենց են ճողում ցուստ, մնա տկդոր սրանք դուրս գան այդ առիթներին, բայց հայ ժողովրդին 30 տարի սքի մեջ պահեն, խափեն ցեղասպանությունը, չգիտեմ, այն, բայց ամեն ինչը շատ մենք հասկանում ենք, հայ ժողովուրդն է շատ հասկանում եւ երեք տեսակ, որ մարդկանց հոսքը չէր ավարտվում դեպի Ծիծեռնակաբերդի համալիր եւ այս կոնտեքստում ուղղակի սա վերջին այսպես ճիքերն է Աբդուլ Համիդի քութիկների, Ալիևիչներին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որովհետեւ նրանք արդեն գիտակցում են, որ ոչ միայն նրանք են հայտնվել Սովետաշինի աղբանոցում, այլ նաև նրանց ընտանիքի անդամները, որ նրանք փորձում են, գիտեք, Սերժիկը այս վերջերս փեսուն է էլի ռեկլամանում, ուզում է մեյդան բերի, Քոչարյանն իր այն բջին, այն որ նայում ես, որ 10 հոգու հավաքել է շտանգա է բարձրացնում, գնա արա, Լևոնիկ, պապուտ շիրիմը
զուգան դարը դրա մասին շտանգա բարձրացնելուց առաջ դրա մասին խոսա։ Սա է Արտուր այսօր։ Այս իրավիճակն է, բայց նշեմ, որ մեր քաղաքացիների տրամադրությունը շատ բարձր է, շատ պետք չի սքի մեջ ապրել, պետք չի ուրանալ պատմությունը, մոռանալ, ոչ մեկ չի անում, ոչ մեկ չի մոռանում։ Մենք միշտ եղել ենք պահանջատեր եւ լինելու ենք պահանջատեր, անկախ այդպես քաղաքական եղանակներից։ Բայց դա մանիպուլացնել, փորձել ժողովրդին սքի մեջ պահել, ոնց որ 30 տարի հետ են արել։ Իրանք կայֆավատ են եղել, ժողովրդին սքի մեջ են պահել։ Արամ եւ մենք քաղաքացիների հետ զրուցում ենք եւ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թե նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ մենք զրուցեցինք, նրանք չեն տեսել, որ իշխանությունները դուրս գան փողոց եւ փողոցում շփվեն քաղաքացիների հետ, մանավանդ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ասացին, որ Ռուսաստանում նման միջոցառումների ժամանակ չեն տեսել, որ օրինակ Պուտինը կամ Մեդվեդևը կամ որևիցե մի իշխանական դուրս գա եւ փողոցում շփվի քաղաքացիների հետ եւ Արամ խոսելով Ռոբերտ Քոչարյանից դու ապրիլի 23-ին հայտարարեցիր կոչ արեցիր որպեսզի չմասնակցեն քաղաքացիները ջահերով երթին այնտեղ մենք տեսանք որ Սիրուշոն էր գովազդում եւ կոչ է անում սակայն ինքը եւս չկար այդ երթի ժամանակ տեսանք փոքրիկ դրվագներ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ներողություն տեսանք դրվագներ Լևոն Քոչարյանի մասնակցությամբ եւ Հանրապետության հրապարակում այստեղ վառվեց Թուրքիայի դրոշը եւ օրեր երեք մենք տեսանք որ Ադրբեջանի նախագահան կոչ է անում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պատժեն այրողներին եւ Ադրբեջանից ազդակներ եկան, որ փոխադարձ պատասխան ստանալու են, որ Արցախում քանդվելու է տատի պապիի արձանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ եւ առաջ Ադրբեջանի նախագահան շատ փոքր մարդ է, որ ինչ-որ կոչ անի, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկը մեկին պատժի, մենք գիտենք ում կպատժենք, թող շատ չողջևորվի Իլհամ Ալիևը, որովհետեւ իր մոտ էլ է խնդիրները առաջանալու, ընդեղ էլ իշխանությունը ոնց որ Սերժն ու Քոչարյանը ուզում են իրենց բջերին բերեին, նույնը նրա մոտ է, թող Ալիևը դրան սպասի, իր հարցերով զբաղվի։ Մենք Հայաստանի Հանրապետությունում գիտենք ում կպատժենք, ինչ կանենք, ոնց կանենք, բայց պետք է անդրադառնամ այդ կարևոր հանգամանքին, որ տեսեք Արտուր, ով է հայ հեղափոխական դաշնակցությունը։ Աբդուլ Համիդի քութիկներ, որոնք որ 20-րդ դարի սկզբին երբ տեղի ունեցավ մեծ եղերը ցեղասպանությունը, սրանք թռան ուղակի հայոց աշխարհից եւ հայտնվեցին Եվրոպաներում, Լոնդոններում ու հիմա այտենց կուրաժիտ են լինում որպես ազգային ուժ։ Նրանք ազգային ուժ չեն, նրանք բացի դրոշը վառելուց ուրիշ բան չեն արել։ Դուք տեսել եք նրանց վիճակը։ Դրոշ վառեն, գոռան, կապիկություն անեն, հենց բա գալիս է որ պետքա հայ մարդը մարտնչի, իրանք դրոշ են վառում։ Ես դրա համար եմ ասում, դրոշ վառելուց առաջ դու Սիուշոյի բջերի հետ, Քոչարյանի թորների Ամերիկայի պասպորտներն բերեն վառեն, քիչ են վառում բա։ Իշտեին է պետք։ Իրանք Հայաստանի հերոս են, չէ, Արցախի։ Ուզում են թռնեն։ Քոչարյան ուզում ես թռնես։ Դու չես հասնելու թռնես։ Դու հայտնվելու ես Սովետաշենի Զիբիլնոցում քաղաքական աղբանոցում։ Եվ Արտուր, ես մեկ անգամ ուզում եմ նշեմ, որ Մարկաս մոտ շատ լավ տրամադրություն է, երեք գնացին հարգանքի տուրքը մատուցեցին, նորմալ երևույթ է։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահային կամ այլ երկրների ղեկավարներին, որոնք որ ժողովրդի մեջ դուրս չեն գալիս, դա իրենց ներքին գործն է, թող իրանք մտածեն։ Իրանք դուրս են գալիս, ուղղակի այդ ժողովրդի տեղը անվտանգության ՖՍԲ-ի աշխատողներն են։ Ոնց որ Սերժիկի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք էր։ Դե տեսեք, այսօր մացից էր գնացել ԵԹԻՄ-ը։ Հիմա աղու հացով 10 հոգի տանում են, որ իրան դիմավոր են աղու հացով, իրանք հետի տարած մարդիկ։ Բայց թողա հիմա ժողովրդի մեջ մանգա քարոզարշա բանի։ Նա ժողովուրդ չի խիստեղ։ Սա հոմենակ Նիկոլ Փաշինյանի սատարողները չեն։ Հայ ժողովուրդն է։ Մեկը սատարում է, մեկը չի սատարում, բա Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ։ Բա եկեք, սպասում ենք ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է իմ Հայաստանում չգտնվելուն, ես միշտ Հայաստանում եմ գտնվել։ Շատ հաճախ բացակայում եմ օբյեկտիվ պատճառներով, որտեղ այդ քութիկներին են բացահայտում։ Ապագայում եւս այցելելու ենք Ռոբերտ Քոչարյանի տուն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ թո Բելայի այդ Սիուշոյի հետ տանգված տելևիզիայի դեմը վեր ընկնի որտեղ բացահայտել ենք այս կեղտերին մինչև վերջ սրանք փրկություն չունեն Շնորհակալություն Արամ քեզ իսկ ես առաջարկում եմ շարունակենք նկարանումները եւ զրուցենք մեր հայրենակիցների հետ Շնորհավորում եմ ձեզ քաղաքացու օրվա կապակցությամբ Ինչպես է ձեր տրամադրությունը եւ ինչ զգացումներ ունեք հիմա այստեղ գտնվելու Շատ լավ Հանձինս մեծ շնորհակալ եմ մեր վարչապետից եւ իր բոլոր անձնակազմից Իրանք լավ մարդիկ են Այ Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմակիցները
Ասում են, որ նման միջոցառում անցկացնելը այսօր բավականին սխալ էր եւ ժողովուրդը պետք է տենց ամիսներ շարունակ տխրության Ինքը շատ սխալ բաներ է խոսում, դուք իրան ինչ եք հավատում։ Սխալ բաներ է խոսում։ Դուք հավատացիք Նիկոլ Փաշինյանին։ Այ ասում եմ, հիմա ինքը եւ իր որդին ասում են, որ ինքը արդեն հերրախոսից օգտվել գիտի եւ նաեւ օթանավական Մոռացել է ինքը իրանցիալ ինքը ով է եղել։ Ինքը իրանցիալը մոռացել է ինքը ով է եղել։ Եվ ոնց է եկել Երևան։ Ոչ չմոռանա։ Մենք բոլորս գիտենք ինքը ով է։ Այ որպես ավակ սերնդի ներկայացուցիչ օրինակ ասում է, որ իր իշխանության 10 տարիներին եղել է տնտեսական աճ, աշխատավարձների բարձրացում, թոշակ ուսուցիչներ։ Խնդրեմ մի փոքր եղել է սպանություններ։ Մենք չենք կարող ասենց բոլորի հետ խոսալ, իշխանության հետ խոսալ, իրանք իրանցով են եղել։ Դուք որպես քաղաքացի Դուք որպես քաղաքացի ինչ կասեիք, ես ձեզ եմ դիմում։ Հիմիկվա եւ անցյալի մասին, ինչ կդեմ էի որպես քաղաքացի։ Ես որպես քաղաքացի տարբերությունը ակնհայտ է, կարծում եմ, որ այո, շատ մեծ։ Առաջին ինքը մեծ խաղաղություն ա բերել Փաշինյանը, թող ինքը մինչև վերջել գնա։ Այ օրինակ ընդդիմադիր գործիչները ասում են, որ սխալ է այսօր նման միջոցառում կազմակերպել եւ ժողովրդի դեմքին ուրախություն, ժպիտ տեսնելը սխալ է։ Չէ, ամեն ինչ իր տեղն ունի, ուրախությունը իր տեղը, տխրությունը իր տեղը։ Տխրությունն միտեղ հարսանիք է։ Նորմալ է։ Իսկ երբևէ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեսել եք, որ նման մի մասշտաբի միջոցառումներ կազմակերպեն եւ իշխանությունները եւս մասնակիցը լինեն նման Այդպես բան չեմ տեսել ես երբեք։ Նոր որ այդպես բաներ ալում հեղափոխությունից հետո։ Ինչպիսի տրամադրություն է հիմա այսօր այստեղ ձեզ մոտ եւ ինչ տրամադրություն եք դուք զգում փողոցում, քանի որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ընդդիմադիր գործիչները ասում են, որ այսօր նման մասշտաբի միջոցառում կազմակերպելը Հայաստանում սխալ է, պետք է սուք լինի, օրերով տխրության մեջ պետք է հայ ժողովուրդը։ Կա դրվագ իրանց արած հայտարարությունից, որ իրոք Հայաստանի Հանրապետությունում շուրջ 36 տարի, երբ որ եկել են իրանք իշխանության, բռնազավթել են մեր իշխանությունը, 36 տարի սուք ա եղել, անդառնալի սուք, ասենք ներկապային, ճիշտ է, մենք շատ մեծ ցավ ունենք, մենք պատերազմ ենք տեսել, մեր տղերքին մենք չենք մոռանում, խոնարհվում ենք, բայց միևնույն պահին կյանքը շարունակվում է ու Հայաստանի Հանրապետությունում 18 թվից սուք բերող համակարգին մենք մաքրել ենք ու ինձ թվում է մենք ու մեր գալիք սերունդը պարտավոր է ապրի ու ուրախանա, այսքանը։ Սուք բերել են իրանք, դարեր ի վեր սուք են բերել մեզ, մեր հասարակությունը, հայոց մայրերին, այսքանը։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը եւ իր որդին օրերս նոր խոսույթ են ձեռք բերել, ասում են հերրախոսից օգտվել գիտեն, Եթե Հայաստանի Հանրապետությունում Ալիևի անունը տալուց վատ եք զգում։ Ինչն է խնդիրը, որ դուք Հայաստանի Հանրապետությունում ծածանում եք այդ կեղտ անունը, Քոչարյանի անունը։ Հայաստանի Հանրապետությունում գրագետ գիտակից հայը իրավունք չունի այդ ռուսացած թրքի անունը տա ընդհանրապես, նա ռուսացած թուրք է։ Հայաստանի Հանրապետությունը դարեր ի վեր խայտառակել խեղաթուրել է ու երբեք չմտածեն, թե շալվար բաժանելով կլինի, թե կռուպեղեն, չգիտեմ, թե տարբեր ոլորտներում աշխատանքի տեղավորելու process-ով կարող են գալ իշխանության եւս մի անգամ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը այս ժողովուրդն է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը արդեն իսկ 18 թվից կայուն կանգնած է իր հողու ջրի մեջ ու իրանց ընդհանրապես ընդունելու ճանապարհ չկա, ընդհանրապես այսքանը։ Ես հարցս ավարտեմ, երիտասարդներին ինքը եւ որդին ասում են, որ սմարթ հեռախոսից օգտվել գիտի, նաեւ օթանավականից, եւ դա բավարար է, որ գա եւ իշխանության գլուխ կլինի։ Կներեք, մեկ անգամ եւս չլսեց։ Ռոբերտ Քոչարյանը եւ իր որդին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Լևոն Քոչարյանը հայտարարում է, որ իր հայրը սովորել է արդեն հեռախոսից օգտվել, սմարթ հեռախոսից եւ օթանավական։ Շատ լավ է, որ հեռախոսից նորմալ հեռախոսի հետ շփման ընթացքում ինքն իր մեջ եզրակացություն է կայացրել, որ կարագա իշխանության։ Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդն ու հասարակությունն էլ Հայաստանի մեջ իր եսն ու քվեն գիտի ումա տալու, ումա տրամադրելու, այսքանը։ Նման միջոցառումների վերջին անգամ երբ եք մասնակցել, օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի Ոչ, ժամանակ մենակ չգիտեմ, այդ բառը չեմ կարող գտնեմ։ Մենք ուրախացել ենք միայն մեր պարոն Փաշինյանի ժամանակ։ Մեր ուրախություն ինքը բերել է, մեր խաղաղությունը բերել է, ամեն ինչը տեղը տեղին։
Այ օրինակ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները ասում են, որ այսօր չէր կարելի ուրախություն կազմակերպել եւ ամիսներ շարունակ պետք է Քաղաքացու օրնա ամիսներ շարունակ երեք եղել է այդ օրը բոլորս ընդեղ ենք եղել Ծիծեռնակաբերդում այսօր էլ մեր քաղաքացու օրնա շատ տպարտ իջել ենք մասնակցել Ինչպես է ձեր տրամադրությունը Շատ բարձր Շնորհավորում ենք ձեզ քաղաքացու օրվա կարգով նման միջոցառում նման մասշտաբի որ իշխանական ներկայացուցիչների հետ կարողանայիք ազատ շփվել եւ ժողովրդի դեմքին ուրախ տրամադրություն տեսնեք նման միջոցառման երբևէ մասնակից եղել եք Բոլորովին միայն այս վերջի տարիներն ա որ հաղթեցինք բռնապետներին եւ կարողացանք ամբողջ ազգովի ուրախանալ Այս պահի տակ մենք ընկերուհիներով հիշեցինք հաղթանակի օրը ինչպես էինք մենք արտասվում ուրախության արցունքները ոնց էին թափվում մարդիկ ուզում էին նկարել ասում են ժողովուրդ ջան մի նկարեք ես չեմ ուզում իմ ժողովրդի արցունքները տեսնի ուզում եմ միշտ ուրախ տեսնի մեզ Ներողություն հաղթանակի օրը այսինքն 2018 թվականին Այո 2018 թվականին ու ինչքան ենք մենք պայքարել այստեղ ծեծվել ջարդվել բայց գոհ ենք Օրինակ Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմակիցները ասում են որ նման միջոցառումներ կազմակերպել եւ նման ուրախություններ անցկացնելը սխալ է պետք է երևի Դե կներեք իհարկե պետքա կազինոներ շատ լինեին, ինչպես առաջ էր գիշերային ակումբներ, ընդ որում մի գիշերային ակումբներ, ես էդի սրտից ցավով եմ հիշում, որ մեր մշակույթի օպերայի ներքևում էր գիշերային ակումբը, Օմեգա ակումբը։ Իհարկե իրանց պետք էր կազինոներ լինեին, գիշերային ակումբներ լինեին, հյուրանոցներ լինեին, ինչու լինի դպրոց, ինչու լինի մանկապարտեզ, ինչու լինի կրթված սերունդ, եթե կարելի է անկիրթ սերունդին թուրքերի նման հեշտ ղեկավարել։ Օրինակ երիտասարդների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ իր իշխանության տարիներին ինքը բերել է խաղաղություն, տնտեսական աճ, աշխատավարձների բարձրացում։ Դուք որպես ավագ սերնդի ներկայացուցիչ նման խոսք քայլեր հիշում եք իշխանության տարիներին։ Ինչպիսի խաղաղություն Կուլիսների ետևում ծախել Արցախը, ծախել Հայաստանի մի մասը, դրա դիմաց ստանալ կղզիներ ու հետո մեզ գալ ասել ուրիշ բան, դա է եղել իր խաղաղությունը, բայց եթե կար այդ ժամանակ խաղաղություն, հիմա ինչու են կնքում խաղաղություն, աբսուրդ, ինքը իրեն այդ փաստով հակառակվում է, այսինքն ապացուցում է հակառակը, եթե կար, ուր է այդ խաղաղությունը, միգուցե մենք տեսնենք, չզոհվեին մեր երեխաները, փուլ առ փուլ իրենք հանձնեցին Արցախը, Այդ մենք շատ լավ գիտենք ու այդ հաստատուղթը կնքված է եղել նաև արտասահմանյան երկրներում, այնպես որ եթե այստեղ իրենք վառեցին, այնտեղ պահպանվել է ու այդ փաստաթղթերը Փաշինյանին ցույց են տվել, դրա համար էլ աշխարհը լռում էր։ Նենց որ մենք ամեն ինչ գիտենք ու շատ լավ գիտենք, այնպես որ թող իրենք մեզ հեքիաթներ չպատմեն, Գյուլնաստատիկից թող չանցնեն իրենք, իրանց մանիպուլյացիաներով, իրանց ստերով։ Օրինակ, որ ասում է գա իշխանության ինքը պատրաստվում է Արցախը հետ բերի։ Դա 10 տարի իշխանության էր։ Թող պահեր իր հայրենիքը։ Ոչ թե ընդեղ քամեր, ստեղի փողերը տաներ Արցախ, Արցախում ինքը բռնագրավեր այդ փողերը, Արցախի անգամ գյուղացիները հիմա որ եկել են մեզ մոտ, պատմում են թե ինչքան փողեր ա եղել, որ իրանց պետքա տրվեր, իրենք դա յուրացրել են ու իրանց բիզնեսներն են կառուցել։ Բակո Սահակյանը այստեղ բաների ցեխ ունի։ Այդ ո՞նց եղավ։ Եվ որ Արցախի գյուղերը ահավոր վիճակում է, իմ եղբոր տղան Մարտունի 2-ում ա ծառայել քարորիայից հետո որ ինքը ազատվում էր, ես Մարտունիում եմ եղել, Մարտունի 2-ից այդ Մարտունի քաղաքում, ահավոր վիճակ էր, մենակ Ստեփանակերտն էր մի փոքրիկ գեղեցիկ եւ վերջ, եւ Շուշին էլ մենակ այդ եկեղեցին էր եւ վերջ, մնացածը իրոք Շուշին դժգույն վիճակում էր, թող այնպես որ իզուր բաներ չպատմեն, իզուր բաներ չասեն, մենք Արցախում էլ ենք եղել, մենք ստեղ ապրել ենք իրանց տարիներին, գիտությունը նա քանդեց Քոչարյանը, գիտությունը, ես գիտաշխատող եմ եղել, թող ինքը ասի թե հիմա կոնկրետ մեր աշտարակի ռադիոֆիզիկայի էլեկտրոնիկայի ինստիտուտը եք նկարահանեք, տեսեք ինչ կարգավիճակում է, ինչ է արել։ Ինքը մշակույթը կլկլացող թուրքական երաժշտությունով երգողներին մեդալ էր տալիս։ Եկել է ինչ ասում։
Այդ մեզ ասում։ Ասում եք կիսատ եմ թողել, թող որդի շարունակի այն տառապանքը, այն ծանր վիճակը, որ ծախե, կերե, մաշել, հալել է, հիմա ուզում է այդ շարունակություն անի։ Մինչև փոքր ուզում։ Մենք չենք ուզում, մենք չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք այս խաղաղ կյանքն ենք ուզում, մեր երեխաների ապագան չենք ուզում արունով ներկվի։ Ուղղակի մենք հպարտ քաղաքացիներս, այսօր ուրախ եմ, Հայաստանի քաղաքացի եմ, իմ պետության իշխանության տերն ու ծառան եմ եւ կպայքարեմ մինչեւ վերջ։ Օրինակ քոչայանականները ասում են, որ նման միջոցառումներ կազմակերպելը սխալ է։ Օրինակ վարչապետը, որ ժողովրդի հետ ազատ շփվում է, կուկուրուզա է ուտում կամ շուջուխ է ուտում, դա հարիր չէ երկրի ղեկավարին։ Արդյոք դա ճիշտ է, թե։ Հարիր է երկրի ղեկավարին միայն խապել, թալանել, հա, կղզներ ու գանձեր կուտակել, դա է երկրի շնորհքը։ Մենք գոհ ենք մեր վարչապետից, մեր չափով, մեզ հասկանալով, մեզ գնահատելով, մեր կողքին քայլում է հաց կուտենք, հաց կուտի, ջուր կխմենք, ջուր կխմի, բայց թող մեր գլխից անպակաս լինի, ոչ որպես անհատ, այլ մեր երկրի ղեկավար, մեր եղբայր, մեր որդի, մեր չարչարված վարչապետ։ Շնորհակալ եմ շատ։ Իհարկե իրենք սովոր չեն, որպեսզի ասենք ղեկավարը լինի շատ հասարակ մարդկանց մոտ կանգնած։ Օրինակ ես եղել եմ Գերմանիայում Անգելա Մերկելի հետ, ես խանութում հերթ եմ կանգնած եղել։ Այնպես որ դա էլ ոչ կիրթ լինելու փաստ է, էլի, որ ասենք ժողովուրդը իրենք, չէ, գոնե իրենք գնացել են, չէ, տարբեր երկրներ, մանեն եկե, քաղաքակիրթ երկրներում բոլոր ղեկավարները շատ հասարակ են։ Ոնց կարելի է այդպես բանի համար, չգիտեմ, ուրիշ բաներ ասել։ Դա շատ նորմալ է, դա այդպես պետք է լինի, որպեսզի դու կարողանաս իմանալ քո ժողովրդի ցավը, վիշտը, բա ոնց իմանաս, եթե չշփվես։ Ես ասեմ, որ շատ լավ արարողություն է, շատ ճիշտ է։ Վարչապետը, այո, վարչապետը ժողովրդին տվել է շատ լավ հնարավորություն, որպեսզի ուրախանան, զվարճանան։ Շատ լավ տրամադրություն է, ինչպես որ տեսնում ենք, եւ շնորհավորում եմ բոլորի տոնը, եւ հրավիրում եմ բոլորին այստեղ, եկեք եւ մասնակցեք։ Ու լավ կլինի, որ հեռու մնանք այդ ռսա ստրուկ մարդկանցից, ովքեր որ փորձում են ապակայունություն մտցնել Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ, մեր ազգը պետք է ուրախանա, պետք է լինենք մենք ուրախ։ Շնորհավոր բոլորի տոնը։ Այ մինչև 2018 թվականը, մինչև հեղափոխությունը դուք նմանատիպ միջոցառումներ տեսել եք, որ իշխանության ներկայացուցիչները ազատ ժողովրդի հետ շփվեն, ժողովրդի կիսվի իր խնդիրներով, իր կարծիքը արտահայտի եւ նման ուրախ միջոցառումներ լինի Հայաստանում։ Ոչ, իհարկե մենք չենք տեսել նման միջոցառումներ, մենք տեսել ենք սպանությունների շարք, մենք տեսել ենք թե ինչպես են 50-50 հայ մտնում մարդկանց հետ, մենք տեսել ենք խղճացած հասարակություն, եթե ինչ-որ մեկը խոսքի ազատություն օգտագործեր կամ ինչ-որ նմանատիպ արտահայտություն աներ, այդ մարդը հաջորդ օրը երևի չշնչեր, կլիներ կամ ջարդված, կամ գերեզմանում պարկած, կամ անհետացած ուղղակի։ Из Москвы, Рязань. И как сегодня у вас настроение? Настроение, как всегда, хорошо. Как только прилетели сюда, уже хорошее настроение. Вот вы в России, в Москве видели такое, что вот правительство такое мероприятие организовало, и правительство сам участвовал и общался с людьми? К сожалению, нет. Было бы хорошо, чтобы было бы такое. Народ бы сразу и добрее было бы, и веселее. А как вам в Армении сейчас? Великолепно. Очень понравилось, мы бы еще даже вернулись. Да. Я бы вообще думал бы в Москве квартиру сдавать, да, и здесь жить. Здесь очень дружелюбный народ, очень нравится, всегда приветствующий. Очень с удовольствием. красиво, колоритно. А будете там рассказать то, что вы сегодня увидели, вот как правительство, например, общается с людьми, вот хотели бы вы так, чтобы было у вас в России? Я думаю, что да, но я буду всегда рассказывать это с восхищением большим. Очень классно у вас. Куда вы приехали, если не секрет? С Краснодара. С Краснодара. И как вам сейчас в Армении вот проходят мероприятия сейчас? У вас такое было, что вот, например, власти общались напрямую с людьми на праздниках таких? Нет, наверное. Со мной лично нет. Да, с нами нет. А хотели, вот, например, в России тоже так было, если опять обратно будете уезжать, там будете рассказать, что видели, например, премьер-министра Армении, либо спикеров парламента, вот, например, на улицах общаются с людьми? Ну,
Это здорово, Это да, здорово. конечно. Возможно, Это расскажем, всегда да. приятно. Вы в Москве видели такое мероприятие, что сам лично премьер-министр либо спикеры парламента вышли на улицу и общались с людьми? Сложный вопрос, интересный. Наверное, нет, но я никуда не хожу. А тут захотелось выйти, так сказать, понимаете разницу, да. А будете... Наверное, нет. Но я здесь никого не знаю, поэтому мне сложно сказать. Звезды тут какие-то Ну ходят. вот они гуляют здесь по улице и да? общаются с людьми. Да? Да. Классно. По-моему, очень хорошая инициатива. А будете в России рассказать своим знакомым, что вы были в Армении, такая атмосфера была? Конечно, конечно будем. Абсолютно. Согласна. Я считаю, որ պետք է, տղա ջան։ Գիտեք ինչի, ուզում է 10-ատ այսպես միջոցառում լինի։ Մենք երեկվա ցավը, որ այդքան տարիներ հիշում ենք, չենք մոռանա ոչ մի անգամ։ Բայց պետք է կյանքը շարունակվում է, պետք է լավը մտածենք, լավը ուզենք, այսպես ուրախանանք, որ ձեր նման երիտասարդները ապրեն ու էլ կյանքում պատերազմ չլինի։ Օրինակ մինչև 2018 թվականը նման միջոցառում տեսել եք, որ իշխանությունները թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ գան ազատ Չէ, տղեկ ջան, չեմ տեսել։ Դրա համար հիմա շատ եմ ուրախանում, անկախ ամեն ինչից վատ բաներ եմ լսում, որ խոսում են, չէ, ես դեմ եմ։ Լավ է, թող այսպես լինի, ու այսպես որ շարունակվի ամեն ինչ լավ կլինի։ Օրինակ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւ իր որդին ասում է, որ ինքը տնտեսական աճ է իր 10 տարիների ընթացքում բերել, պատերազմ չի եղել, խաղաղություն ա եղել եւ թոշակներն ա բարձրացրել եւ ուսուցիչների աշխատավարձն ա տվել։ Դուք նման բան հիշում եք իր տարիներին։ Չեմ հիշում, տղա ջան։ Իսկ ինչ եք հիշում իր ղեկավարման տարիներին։ Ես ավելի շատ ասեմ, այդ տարիներին ինձ նման մարդիկ շատերը թողին գնացին Ռուսաստան, քանի որ Հայաստանի վիճակը ահավորված էր, դուք էլ եք այդ ամեն ինչը երևի ձեր ծնողները հիշում են, գիտեն։ Ես ես եղավ 4 տարի քայլեմ արել վերադարձել եմ։ Ինչը ձեզ ստիպեց վերադառնալ, ինչը դուք վիճակը, Փաշինյանի դիպլոմատ լինելը։ Ես իրան շատ եմ հարգում։ Հարգում եմ իր լավատես լինելը, իր մարդ տեսակը։ Այս օրինակ էս հենց ասեմ, որը ես ինձ վրա եմ վերցրել, այս բուժօգնությունը, դա շատ մեծ բան է։ Այո, երեկած տենտ են ինձ դրել։ Եվ ես այսպես բան չեմ տեսել Հայաստանում։ Ինձ համար, ուրիշների համար ուրախ եմ, որ մարդիկ գնում են, այսքան ժամանակ Հայաստանում չէ, ծրի դեղ ստանալ կամ ինչ-որ բժշկությունից օգտվել, ես շատ լավ։ Հետո մի բան եմ նկատել, օրենք կա, հարգանք կա, բժշկի մոտ մտնելը եւ ինստիտուտներում իմ լավ ընկերների երեխեքը սովորում են, ինչ-որ մեկի բարեկամը պետք է չլինես, ոնց առաջ է եղել։ Ազատ մարդիկ ուղեղ ունես, աշխատում ես, խելքդ շնորհ կտեղն է, գնա առաջ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչև 2018 թվական նման միջոցառումներ, նման մասշտաբի տեսել եք, որ իշխանությունը ներկա գտնվի, մասնակցի, կշփվի քաղաքացիների հետ։ Ոչ, չեմ տեսել։ Ոչ մի անգամ չի եղել նման դեպք։ Իսկ ինչ եք տեսել, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, օրինակ Ռոբերտ Քոչարյանը ասում է ինքը բերել է հաղթանակ, պատերազմ չի եղել, տնտեսական աճ, դուք տեսել եք այդ ամեն ինչը կամ թոշակի բարձրացում։ Չենք տեսել։ Ինչ է եղել իր տարիներում, օրինակ երիտասարդները հիմա չգիտեն, Ռոբերտ Քոչարյանը եւ իր որդին գնում են երիտասարդների հետ հանդիպման եւ ասում են, որ սմարթֆոնով սովորել է սմարթֆոն կառավարել եւ արդեն կարող է նորից վերադառնալ իշխանության եւ իշխանությունը վերցնել եւ իր բնորոշմամբ փրկել Հայաստանից վիճակը։ Բացառված է, որ Քոչարյանը անցնի, մասնակցում է, բայց երբևիցե չի անցնի, որովհետեւ ժողովուրդը ոչ մի բան չի մոռացել, ամեն ինչ հիշում են եւ այդ անցյալի անձնավորությունից որևիցե մեկը չի կարող անցնի, այո, վերադառնալ։ Չի լինի դա։ Եկել եմ իմ վարչապետին աջակցելու համար, հատուկ։ Շատ եմ սիրում իմ վարչապետին։ Իսկ Քոչարյանի օրոք ես աշխատել եմ բուժքույր Երևանի հիվանդանոցում, ռոջիկ չէինք ստանում, աշխատում էինք, փող չէին տալի։ Ասում էին, դենց աշխատեք, ծեներդ կտրեք։ Ու 3 տարի ռոջիկ չստացանք այդպես էլ։ Հետո բերին հաստատքները ստորագրել տվին, ասին ստորագրեք։ Ու փող չտվին, ոչ մի կոպեկ։ Ու 2000 տվին, 2001 տվին։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ասում է իր կառավարման 10 տարիներին աշխատավարձներն ա տվել, թոշակներն ա բարձրացրել, տնտեսական աճ ա եղել, պատերազմ չի եղել է խաղաղություն։ Ինչ է եղել իր կառավարման տարիներին։ Սպանություններ, կեղծիքներ, փող չենք ստացել, 3 տարի ես ինքս բուժքույր էի հիվանդանոցում, աշխատել եմ, ռոջիկ չեմ ստացել։ Իր տարիներին ամենավատ բաները
կեղծիկ ստախոս խապեփա հանցագործա Ռոբերտ Քոչարյանը, հանցագործ։ Այսօր շփվել եք արդեն падգամավորների հետ, ազգային ժողովի նախագահները, քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այստեղ կժամանի։ Երբևէ տեսել եք նման միջոցառում Հայաստանում, որ կարողանա քաղաքացին մոտենա եւ իշխանության ներկայացուցիչների հետ ազատ շփվի իր խնդիրները։ Նման բան չի եղել։ Ես հիմա միակ իմ վարչապետի օրոքա, որ նման բան ալինու, որ մոտիկանում ենք, խոսում ենք։ Քոչարյանը հանցագործ խուլիգան է։ Ամբողջ հայ ազգիս կոչ եմ անում։ Ոչ մի ձայն այդ խուլիգան քոչին, ոչ մի ձայն։ Եթե դուք հայ եք, ոչ մի ձայն այդ քոչին։ Նա պետք է Հայաստանից հեռանա։ Ափսոսա, որ այս օդը շնչում է ինքը։ Ափսոսա։ Ընդդիմադիրները ընդհանրապես ոչ մի լավ բան չեն գտնում այս 8 տարում, ոչ մի բան չեն գտնում։ Ամեն ինչ իրանց համար վատ է այս երկրում։ Լավ է, քեֆ ենք անում, ուրախանում ենք, ուրախությունը պետք է շատ լինի, քան թե սուքը։ Հայերը ցեղասպանության օրն էր, այսօր շատ լավ է, որ այսօր արդեն ուրախության օր է։ Որ ուրախություն կա, երեխա է ծնվում, տուն են կառուցում, երկիրը զարգանում, որ տխրությունը սուքա ոչ մի բան։ Մասնակցել եք 2018 թվականի հեղափոխությանը։ Ինչ ձևով մասնակցել եմ։ Փողոցային պայքար, օրինակ հիշում եք 2018-ին նույն ձև մարդիկ մաղալները դրած խորոված էին անում ուրախ տրամադրություններ։ Շատ լավ հեղափոխություն էր, շատ լավ հեղափոխություն էր։ Գեղեցիկ, մաքուր, առանց ճնշումների։ Ցանկանում եմ բոլոր երկրներում նման սիրուն հեղափոխություններ լինեն։ Այ օրինակ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որ կառավարության անդամները, падգամավորները, ազգային ժողովի նախագահան մասնակցեին եւ շփվեին ժողովրդի հետ, նման միջոցառումներ եղել եւ եթե չէ, ինչ եք տեսել դուք այդ տարի։ Ես 2000 թվականին չեմ անում, երկար կարող է ստացվի, մեր գյուղում օգնեցի գյուղացիների միջոցով եկեղեցի կառուցեցինք։ Այն բանը այն կաթողիկոս կոչվածը որ եկավ, սկսեցի մանեկան ինձ էին ման գալիս, բա արի թազանորից պրոյեկտ ենք անում, պետք է $50,000 փող տաս։ Չէ, տալիս փախնում է 5-7 տարի ոնց որ գալիս է մի օր Հայաստանում շուտ փախնում գնում է, քանի որ գիտե ինձ ման են գալիս։ Այդ էր իրանց ժամանակ, ես լավ գիտեմ իրան ժամանակ ինչ էր կատարվել։ Դրա համար հիմա ես շատ ուրախ եմ, որ հիմա ես հենց հեղափոխություն կատարել, փոփոխություններ կատարել, երկիրը զարգանում է, իսկական երկիրը զարգանում է։ Ընդդիմադիրները ինչ ուզում, պետք է իրանք ասեն, մինչև իրանց շարքի չանենք, իրանք հայաձև կասեն։ Կցանկանան հետ բերեն երկիրը իրանց ժամանակների, այն թալանի ժամանակները իրանց, որ ընտրություններին 5,000, 10,000 դրամ տալիս էին ու վերջ, հետ էր միակ ժողովուրդը գնա ջարդի։ Չէ, ջարդի խոսք չկա այստեղ։ Մենք կջարդենք մեր ձայներով իրանց կջանջենք։ Օրինակ Ռոբերտ Քոչյանը երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ ասում է, որ Հայաստանը հիմա չի ծաղկում, այլ փոխարենը շատ վատ վիճակում է գտնվում։ Միայն ինքը կարող է Հայաստանը այս վիճակից հանել եւ ուզում է գալ իշխանության։ Ես իրանց вообще չեմ լսում, խիք իրանց ասածները տարածում։ Հիմա հրապուշություն, ես իմից սադրանքի խոսքեր են ասում միշտ, խառնում են, մուտիլովկա են անում, իրանց խոսքերը ես ընդհանրապես չեմ նայում, չեմ լսում, չեմ տարածում։ Իրանք իրանց համար չկան, քանի որ մենք ինչքան իրանց ուշադրություն դարձնում ենք, այնքան մենք իրանց բարձրացնում ենք։ Դուք եք բարձրացրի իրանցը, ես Քոչարյանսկի անունը չգիտեմ, Ռոբ եմ ասում, Քոչ եմ ասում։ Քոչարյանը ո՞րն է, ես երբեք չի ասել Քոչարյան։ Լավ սիրուն նկար, հա։ Շատ։ Էսի ես եմ սարքել, հա, Մայկան էլ ես եմ բանարել։ Իմ աշխատանքն է։ Շատ լավն է։ Ինչպես է տրամադրությունը, մասնակցել եք տոնական միջոցառումներին այսօր։ Մասնակցել ենք, մասնակցում ենք, ճիշտ ասած դասարանով ենք եկել ընկերներով։ Ուրախ եմ, որ նշում ենք քաղաքացու տոնը։ Ներկապային ազատ, հպարտ եւ ուրախ քաղաքացիներ ենք բոլորս։ Եվ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որպեսզի նշենք մեր տոնը։ Այ օրինակ ընդդիմադիր գործիչները ասում են այսօր պետք է նման միջոցառում չլիներ, պետք է ապրիլի 24-ից հետո հայ ժողովուրդը շարունակի սգալ եւ նման միջոցառումները տեղին չեն։ Ահա։ Տեսեք, իրականում իմ կարծիքով միջոցառումը նաև խորհուրդ ունի, որ չնայած մեր ազգը ցեղասպանվել է, չնայած մենք երկար տարիներով սգացել ենք, սակայն մենք շարունակում ենք ապրել եւ պետք է շարունակենք ապրել, ոտքի կանգնել, հզորանալ, զարգանալ եւ հպարտ քաղաքացիներ ենք բոլորս եւ շարունակենք լինել հպարտ եւ
ինչու ոչ նաև հիշելով պատմական մեր անցած ուղին, անցած ճանապարհը, սակայն չսքալով միայն։ Նաև կարող ենք շարունակել ուրախանալ, կարող ենք շարունակել տոնել մեր օրը, քաղաքացու օրը եւ վստահ եմ, որ այստեղ բոլոր հավաքվածներն էլ հենց այդ առիթով էլ հավաքվել են։ Իսկ օրինակ ապրիլի 23-ին այրվեց հենց Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշը։ Դուք ինչպես եք վերաբերվում նման արարքին։ Արդյոք տեղին է նման արարք անել, երբ հիմա Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա հարաբերությունները փորձում են փոքր-ինչ կարգավորվել եւ խաղաղություն է գալիս Հայաստան։ Տեսեք, իրականում ցանկացած երկրի դրոշ վառելը ես քննադատում եմ, կարծում եմ, որ ճիշտ չի, հատկապես այն ժամանակ, երբ որ ներկապահին մեր երկիրը փորձում է իր հարաբերությունները շտկել իր հարևանների հետ եւ կապ չունի դա Թուրքիայի Հանրապետության դրոշն է, թե որևէ այլ պետության, իմ կարծիքով սխալ է Հայաստանի Հանրապետության հրապարակում այրել որևէ դրոշ։ Երբևիցե 18-ից հետո նոր սկսեց քաղաքացին ապրել, ուրախանալ։ Այ օրինակ ընդդիմադիր գործիչները ասում են, որ սխալ էր նման մասշտաբի միջոցառում կազմակերպել։ Դա իրենց կարծիքն է։ Իսկ թող քաղաքացուն հարցնեն։ Շատ մեծ տրամադրություն ունենք, շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը մեր ընտանիքն է, հայ ժողովուրդն է, Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է։ Համայն աշխարհի հայերով կանգնած ենք Նիկոլ Փաշինյանի կողքին։ Բալես։ Ուրախությունից չգիտեմ ինչ ասեմ։ Օրինակ ընդդիմադիր գործիչները Ռոբերտ Քոչարյանը եւ մնացածը ասում են, որ նման միջոցառում այսօր սխալ էր կազմակերպել Հայաստանում նման մասշտաբի միջոցառում, խորոված փարթին համանելով այտենց ասում են, որ սխալ էր նման միջոց։ Այ ինչ պետք է իրանց կառավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նման միջոցառում տեսել եք, որ падգամավորները վարչապետը դուրս գան փողոց եւ ժողովրդի հետ շփվեն։ Դե արդեն պարզ է ակնհայտ է, ժողովուրդը 30 տարի խաբված է եղել, 30 տարի խաբելով ժողովրդին թալանել են մեր շքեղ հիանալի հիասքանչ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը, որ ծաղկացրել է, բուժումը ձրի արե, թոշակները բարձրացրել է, այլ ուրիշ ընտրանք իրանք չունեն նախանձությունից, իրանք արդեն պայթում են, չգիտեն ոնց անեն, որ նորից գան, նորից թալանեն, նորից ժողովրդին քոչվոր սարքեն։ Այ օրինակ Ռոբերտ Քոչարյանը ասում է Նիկոլ Փաշինյանը ստում է եւ թոշակների բարձրացումը եւ տնտեսական աճը եղել է իր կառավարման 10 տարիներին։ Ինչու՞ չէ նաեւ ուսուցիչների աշխատավարձներն է վճարել, պարտքերն է տվել։ Դուք հիշում եք նման բան։ Նման բան ես հիշում եմ, որովհետեւ մենք աշխատել ենք, քույրս էլ մանկավարժ աշխատել, աշխատավարձը այն ժամանակ Քոչարյանի ժամանակ եղել է 3000-ից 5000 դրամ, որ հիմա բարգավաճել է Հայաստանը Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ, շնորհքով, ժողովուրդը կամաց ուշքի է գալիս, դրա համար էլ մոռանան, թալանել են իրանք երկիրը, պարզապես կարամ ասեմ, լրիվ խեղաթյուրել են մեր Հայաստանը, հասկանում եք, բալես։ Հա։ Այ օրինակ Ռոբերտ Քոչարյանը եւ իր որդին երիտասարդ սերնդի հետ հանդիպումների ժամանակ ասում է, որ ինքը հեռախոս չի ունեցել եւ վերջերս է սմարթ հեռախոսից սկսե օգտվել օդանավականից եւ հիմա արդեն նորից ուզում է գալ իշխանության եւ ասում է Հայաստանը գտնում է շատ վատ վիճակում եւ միայն նա կարող է այս վիճակից հանել։ Ինքը լրիվ սուտ է խոսում, ինքը մինչև այսօր էլ ընտրակաշար գողտու ալենի, չգիտի ինչ անի, փող բաժանի ժողովրդին, բայց խելացի մեր հայ ժողովուրդը կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին եւ չի խեղաթուրվի այդ կաշառք վերցնելուց։ Ժողովուրդ ջան, շատ եմ խնդրում, հեռու մնացեք այտենց շարից ու փորձանքից, մեռնեմ ձեր ջանին։ Ростовская область. И как вам в Армении? Очень нравится, доброжелательные люди, вкусное вино, вкусная еда. А вы видели, что вот, например, премьер-министр либо спикеры парламента вышли на улицу на праздники и общались с людьми? Такое вы видели вообще? В Армении? Нет, в России. Нет, такого не было в России, не видела такого. А будете своим знакомым рассказать, там, что вот в Армении, например, так общаются? Конечно, конечно, всем расскажу, что выходят на улицу и общаются с простыми людьми. А сегодня попробовали уже армянский традиционный шашлык? Еще нет, все впереди. Նիկոլ Փաշինյանց իր կոլեկտիվով, իր կազմով ուզում եմ ղեկավար լինի ինք։ Աստված օրհնի իրանց։ Շնորհակալ ենք։
թոշակի համար էլ մեռնեմ քեզի, բանկի փողեր ամեն ինչի համար։ Աստված օրհնի։ Էդ էլ չլինի, թող մեր երկիր խախանդելի, մեր Նիկոլիրա կազմը ղեկավար լինեն։ Բավականացնում է թոշակը։ Փառք Տիրոջ։ Այ օրինակ ընդդիմադիր գործիչները ասում են, որ այսօր միջոցառում կազմակերպելը սխալ էր։ Չէ, շատ սխալ չեն, մեզ շատ ընտիր է, թոշակս բավարարում է, գոհ եմ, Աստված իրար է պայի։ Շատ լավ է, մեռնեմ քեզի։ Իմ ու իմ ամուսնու թոշակ 46,000 թոշակ ունի։ Ռոբերտ Քոչյանը ասում է, որ իշխանավարման տարիներին է թոշակը բարձրացրել, տնտեսական աճ է եղել։ Տարի գլուխ քարինա տվե, թոշակ երբ հատվե, որ փլվաստների մեջ մեր մոտի մանկապարտեզն է, սաղ քանդել է, մանկապարտեզ չկա, Կայրանի ուպրավլենն եմ ապրում։ Կարակակ տեսնեք, որ այդ մանկապարտեզ բռին ծախին բնակիչների վրա մեռնեմ քեզի։ Իսկ հիմի փառք Տիրոջ, Աստծո կրակ են ուզում։ Ընտիր մանկապարտեզներ, դպրոցներ, էլ ինչ սարքի, ինչ արե, փողոցներ, ով էր ես բան տեսե, թող ուտեն ու փառք տան ասում։ Այ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին նման միջոցառում տեսել եք, որ քաղաքացիների հետ շփվեն։ Չէ, մեռնեմ քեզի։ Նիկոլ անգամ իր գրպանից հանեց փող տվեց են տղուն, ասեց գնա քեզի մամայիդ հետ քեզի բան առնեն։ Ղեկավար կարան բանին Ռոբերտին մոտենայիր, կարային մի հատ բարև տայիր, քոսոչներին, Ռոբերտին կարայիր մոտենայիր, ոչ մեկ չէր կարա մոտենար, իսկ Նիկոլիս հետ փաթաթում պաչում են, փողոցում եք, Նիկոլ, մեռնեմ դրա կյանքին, 50 տարի լապրի ու Հայաստանը ղեկավար ինք լինի, իրա կազմով, ես սիրում եմ իրան Աստված օրհնի, պետք է Նիկոլս մնա ղեկավար, դպրոցներ, մանկապարտեզներ, թոշակ, մարդ ինչքան քիչ թոշակ կստանում, դարավ 46,000 թոշակս, մեռնեմ քեզի, դեղերը ծրի արևս։ Օգտվել եք անվճար դեղորայքից։ Հա, մեռնեմ քեզ, օգտվել եմ, չօգտվեմ էլ, պետք է Նիկոլս Աստված օրհնի մնա մեր ղեկավար։ Իրա կազմով Ալեն Սիմոնյան, տղերքի Վահագն Ալեքսանյան, լիք մեռնեմ դրանց։ Հա, սաղ բոլորը մեռնեմ քեզի։ Հասմիկ Հակոբյան, սաղին։ Շնորհավորում ենք ձեզ քաղաքացի օրվա կապակցությամբ։ Բարև ձեզ, շնորհավորում ենք ձեզ քաղաքացի օրվա կապակցությամբ։ Այ օրինակ ընդդիմադիր գործիչները ասում են այսօր Երևանում նման միջոցառում կազմակերպելը սխալ է։ Ընդդիմադիրները թոյթան ընկեր գիտես ու դեթան մանումետ ընդ տեղ կապը իրանց համար։ Թոյթան մանումետում իրանց համար լավեն ապը մենք սակալու տեղը սկում ենք, ուրախանալու տեղը ուրախանում ենք, մեր երկրի վարչապետի կողքն ենք, աղբեր ազգի կողքին ենք, ընկեր ամեն տեղել եղել ենք, պատերազմել ենք եղել, խաղաղության վախտել ենք եղել, սաղ տեղել եղել։ Թողեն է ժողովուրդը ընկեր գոնե էս մի 10 տարին հանգիստ էս 2 տարին հանգստանում են, ուրախանում են, կարող չկա ոչ մեկ երեխան չի զոհվում։ Թողեք աղբես հանգիստ է թել ապը։ Այ օրինակ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նման միջոցառում տեսել եք, նման մասշտաբով։ Բան, պապլավոկում ապը, բաներ ենք տեսել, պապլավոկում սպանություններ ենք տեսել ընկեր եկա։ Ախի, չէ, ինչ կապտի ասենք ընկեր, պապլավոկում ենք տեսել, սպանություններ ենք տեսել աղբեր։ Մարդիկ աղգոն են արել, ինչ-որ մեկին սպանել են ապը Էշմիածնում, ճանաչում ենք։ Հարցազրույցը տալիք Եվա։ Հազարը մի բան կա աղբեր ասելու, հիմա հանգիստ ենք, ժողովուրդը հանգիստ անգել, ներվայնություն չկա ժողովորդի մեջ, ադուշիա եկել են ուրախանում են, պատերազմներ ենք տեսել, ես էլ եմ տեսել, սաղներ տեսել են, մնգերն էլ տեսել ապը։ Գնացել Ջաբրայել եմ եղել, հոկտեմբերի 2-ին եմ եկել, ամեն ինչ տեսել ենք ընկեր, հիմա հանգիստ է ժողովուրդը Փաշինյանն էլ ճանաչում ենք, ես երրորդ մասից եմ ինքն էլ հայրենիքա մնացել, տեյցել ենք ճանաչում, Գևորգ Պապոյանով, բանով, սաղ։ Մարդիկ աշխատում են, ժողովուրդն էլ աղբերինացից բողոք չունեն ընկեր։ Ինչ ենք ուզում մենք։ Ասա, դու ինչ ես ուզում ընկեր։ Խոզած ասա։ Խաղաղություն, միայն խաղաղություն։ Յուզեյմը դերում է ընկեր։ Յուզեյմը չի։ Հայկական ժամանակն է թուշտ կպաչե, ասա։ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիք։ Հա, всё, Արամ Ավետիսյանը ես իր կյանքի Ճանապարհան ջան տղեկ։ Ես Արամ Ավետիսյանի նման տղեն, այս երկրում այնքան տեղ ունի, որ ոչ մեկ չունեն։ Պետք է վարչապետը հավերժ լինի, մեկ էլ աշտարակի քաղաքապետը, Շահավերդյան Թոմասը պետք է լինի միշտ, որ իմանանք որը որից հետո է։
Ամեկ ուրախ ենք։ Դուք էլ կարող մոտիկանաք ստեղ, ընտանեկան օջախա, մեր սեփական մեքենանա, հյուրասիրությունը մեր մոտ վաճառ չկա, հյուրասիրում ենք տնական չերով, գաթայով, կարող եմ քեզ հյուրասիրեմ։ Շնորհակալ եմ շատ, շնորհավոր եւս մեկ անգամ։ Շնորհավոր։ Դե ինձ սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, շնորհակալություն, որ դուք հետևում եք քաղաքագետ Արամ Ավետիսյանի գործունեությանը։ Եթերի ավարտին պետք է խնդրեմ բաժանորդագրվեք, լայքեք այս տեսանյութը, ինչու՞ չէ նաև կիսվեք, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս էլ մեր հայրենակիցները տեսնեն։ Այսքան ենք նախատեսել այսօրվա համար, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։ Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։